Հանուն հոր եւ որդվո եւ օգնություն սրբո ամեն Տեր ով պիտի ապրի քո վրանում կամ ով պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա Սիրելի բարեբաց ժողովուրդ Սա հետաքրքիր ու անհրաժեշտ մի հարց է հոգևոր կյանքի համար մի հարց որը սուրբ գրքում ենք հանդիպում ու այնտեղից էլ ստանում պատասխանը ով կարող է մտնել Տիրոջ խորանը Տիրոջ տունը մտնելու համար կարևոր են մի քանի բարոյական պայմաններ որոնց գործադրությունը խիստ անհրաժեշտ է մեր հոգևոր կյանքում Ինչպես իր ժամանակին օրինական էր համարվում պտուղների առաջին հունձով ներկայանալը այնպես էլ կարևոր էր Աստծո խորանի տակ բնակվելու համար նկատի ունենալ պանդուխտի, որփի ու այրու վիճակը թեթևացնելու անհրաժեշտությունները Բավական չէր միայն զբաղվել զոհերով ու նրանց ծիսական կատարումներով, այլ նաև պետք էր կատարել Տիրոջ պատվիրանները ու չմոռանալ ճշմարիտ աստվածպաշտությունը։ Նա ով ամբասիր է ընթանում արդար գործ է կատարում ճշմարտություն խոսում իր սրտում ով չի նենգել իր լեզվով եւ ընկերոջը վատություն չի արել մերձավորներից նախատինք նա չի ստանում եւ չարագործ անարգված նրա աչքում այդպիսին փառաբանում են նրանց ովքեր երկյուղ ունեն Տիրոջից երդվում է իր բարեկամին եւ երդումն իր չի դրժում ով անում է այս նա հավիտյան չի սասանվի ասվում է Սամոս գրքում Ուրեմն բարձ է թե որոնք են այն բարոյական օրենքները որոնք յուրաքանչյուր քրիստոնյայի հնարավորություն պիտի տան մտնելու Աստծո խորանից ներս առաջին օգնություն պանդուխտներին որբերին ու այրիներին թեթևացնելու համար նրանց վիճակը երկրորդ խարդախն են գործեր չկատարել այլ լինել մաքուր ու արդար խոսել միմիայն ճշմարտությունը երրորդ սիրել իրար ամբողջ հոգով ու սրտով չորրորդ ընկերոջը բարություն անել աչք չտանգել նրա ունեցվածքի վրա հինգերորդ երկյուղ ունենալ Տիրոջից եւ իզուր տեղ երդում չանել վեցերորդ սիրել բարձրյալ Աստծուն ինչպես նաեւ չհայել, չստել, չգողանալ, պատվել, հարգել, սիրել ծնողին Այն բարոյական պայմանները, որոնց կատարումով է միայն, որ մենք կարող ենք արժևորել մեզ, մտնելու Աստծո խորանը, ապրելու նրա մեջ ու բարձր ճակատով բարձրանալու այն սուրբ լեռը, ուր բնակվում է ինքը Աստված Աստծո տունը մտնելու պայմանները այսօր էլ անփոփոխ են, յուրաքանչյուր
յուրաքանչյուր հավատացյալի համար նույն արգելքն ու նույն պատգամն է, որ լսում է Աստծո խորանից, այն վայրը, ուր կանգնած ես դու, Սուրբ հող է։ Այս պատգամը գեղեցկորեն պատշաճում է բոլոր քրիստոնյաների համար ևս։ Ոտքագեզ մորենու լույսով վառված լապտերը ձեռքին պետք է մոտենալ Աստծո տանը, որի շեմքին ոչը դրած քրիստոնյան պարտավոր է մտածելու, թե արդյոք լրացնում է այն բարոյական պայմանները, որոնք հրամայվում են Աստծո կողմից և առանց որոնց կատարման չի կարելի սպասել մեղքի թողության ու հոգու փրկության։ Քրիստոնյա մարդը դեռ եկեղեցուց ներս չմտած պետք է զգա, թե իր վրա կրում է բարոյական պարտավորություններ, որոնք առանց պահանջելու նրա շեմից ներս չի կարող կատարել հանդուգն քայլերը, որովհետև նա չի կարող օգտվել եկեղեցու ոչ լուսաշող անտեղներից և ոչ էլ Սուրբ Սեղանի ճոխությունից։ Այդ բարոյական ու փրկարար պայմաններին զուգընթաց եկեղեցու մուտքին պետք է լինի նաև լրջորեն մտածելու անհրաժեշտ պահանջը։ Յուրաքանչյուր հայ քրիստոնյա, եթե ուզում է խղճի հանգստությամբ բարձր մտքով բարձրանալ Տիրոջ լեռը և կամ սրբության տեղը, մի անգամ ընդմիշտ պետք է հասկանա ու գիտակցի, թե հարկավոր են սուրբ ձեռքեր և անբիծ սրտեր, լինել բարի և անսուտ, ով կբարձրանա Տիրոջ լեռը կամ ով կկանգնի նրա սրբավայրում, նա ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, ասվում է Սաղմոս գրքում։ Այն հավատացյալները, որոնք իրապես իրենց մաքուր և արդար կյանքով լրացնում են մեր Տիրոջից ժառանգություն ստացած այս բարոյական պայմանները և յուրացնում փրկության արժանի դառնալու գեղեցիկ սկզբունքները, նրանք են, որ միայն արժանավոր ձևով ճակատները բարձր մտնում են եկեղեցի և Տիրոջից օգնություն ու ողորմություն ստանում։ Հիշիր դեր քո գթություններն ու ողորմությունները, որոնք հավիտենական են։ Իբրև հայ քրիստոնյաներ, մեր Տիրոջ բարոյական օրենքները պահելով ամեն մեկս կարող ենք դառնալ բարի և լցված սիրով ու հավատքով մեր շրջապատի նկատմամբ։ Եվ երբ այդ ճանապարհով ընթանանք, բոլորս միաբան պիտի կարողանանք մեր Տիրոջը պատասխանել. Տեր, մենք պիտի ապրենք քո վրանում ու պիտի բնակվենք այդ սուրբ լեռան վրա մեր արդար ու ազնիվ կյանքով, նվիրումով, երջանկությամբ և ուրախությամբ
ու քրիստոնյային վայել պարտականության մեծ գիտակցությամբ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն